Երեկ Նիկոլ Փաշինյանը ձեր ներկայությամբ նշեց, որ չկա այնպիսի բան, որ Ռուսաստանից հիբրիդային պատերազմ են հրահրում Հայաստան, նման պնդում դուք էիք արել, սա ինչպես եք մեկնաբանում, հիմա ում հավատահանրությանը ձեզ, թե վարչապետի։ Դուք այնտեղ որ մեջբերում եք անում, մեջբերում ամբողջությամբ արեք, ինքը չասեց, չկա, ասեց, ես այս բանի չեմ հավատում, հա, ես էլ եմ դժվարությամբ հավատում այդ ամեն ինչին ու զարմացած եմ, որ մեր գործընկերները, իմ գործընկերները, որովհետեւ արձագանք միջև այս պահը չեն տվել, որովհետև այն ինչ որ արվեց եւ այն ինչ որ ես հրապարակեցի, դրա վառ օրինակն է, եւ դա միակ դեպքը չէր իմիջիալոց, մյուս հեռուստաընկերությունը, հանրային հեռուստաընկերությունը նույնպես նմանատիպ ռեպորտաժ է արել, մի քիչ ավելի մեղմ, բարձր, մի քիչ ավելի բան տրամաբանության մեջ, որով էլի անմիջականորեն խառնվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ակնհայտ է, որ այն որոշումը, որ մենք ընդունել ենք եւ փակել ենք այդ ծրագրերի հեռարձակումը Հայաստանի Հանրապետությունում, շատ ճիշտ որոշում էր եւ եթե սենց շարունակվի, մենք հնարավոր է եւ ավելի հեռուն գնանք, չեմ բացառում։ Ալիքները ամբողջությամբ հանեք։ Չեմ բացառում, օրինակ ես կարծում եմ, որ մենք պետք է դա քննարկենք, դա իմ կարծիքն է, որովհետեւ մեկը դա մեր մեջ չի բան արել, որ ես հիմա մեջ բերում եմ, բայց ես կարծում եմ, որ մենք դա պետք է քննարկենք իհարկե։ Ասենք ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում, երբևիցե տեսել եք մենք խառնվենք, չգիտեմ, իրանց անդիմության, իշխանության, իրանց ներքին գործերին, երբևիցե կամ որևիցե մի երետ ինչ ձև է։ Դուք այս վերջին իրադարձություններն եք համարում հայտ հիբրիդային պատերազմի մասին, օրինակ պարոն Կարապետյանի հայտարարությունը։ Լսի, դե հետաքրքիր է, չէ, որ մարդը, որը ֆրանկ է եւ իր ամբողջ ընտանիքը եւ եթե չեմ սխալվում, ես վստահ եմ, որ ֆրանկ է եւ կաթոլիկ նկատի ունեք։ Հա, էլի, ասում եմ, որ հասկանալին, որտեղ ասում եմ կաթոլիկ չեն հասկանում, որտեղ շատ մարդիկ գիտեն մենք էլ ենք կաթոլիկ, այդպես բան կա, էլի, շփոթություն կա, ֆրանկ կա եւ հայտարարություն է անում, որտեղ ասում է, որ ինքը իր ձևերով բան կանի, գալիս է Հայաստան ու մամուլում էլ հրապարակումներ կան, քաղաքական գործունեություն սկսելու եւ այլ, բայց ինքը ավելի հեռուն է գնում, ինքը չի ասում քաղաքական գործունեություն, ինքը ասում է, եթե քաղաքական գործիչները եւ քաղաքականությունը պայմանականորեն չբավարարի, ես իմ ձևերով բան կանեմ, ես ներողություն եմ խնդրում, բայց դա չի կարող իմ սուբյեկտիվ կարծիքով լինել ուղղակի չի լինում, հասկանում եք, նման երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանի Դաշնությունը, մեծ կապիտալ ունեցող մարդիկ նման բաներ չեն անում։ Դա ավարտվում է այդ կապիտալի ուղղակի փոխանցմամբ կամ պետությանը կամ որևիցե այլ սեփականատիրոջ։ Այդ միջոցը դուք ինչպես եք պատկերացնում, այդ մասնակցությունը ինչպես եք, հա, մեր ձևերով կմասնակցենք, դուք ինչ եք ենթադրում, ինչ մասնակցություն։ Նարեկ ջան, դա շատ անշնորհակալ բան է, որ ես հիմա ասեմ, հասկանում եք, մենք երկիր ենք, որը ունեցել է հոկտեմբերի 27, հա, այս հենց շենքում։ Ես շատ անշնորհակալ գործողություն է նման կանխատեսումներ անել։ Մամուլում նաև տեղ գտավ տեղեկություն այն բանի մասին, որ Արբաթ բատալյոն է ստեղծվել։ Լսել եք, կարդացել եք դրա մասին։ Այդ Արբաթ բատալյոնի մասին ինֆորմացիան։ Հիմա եկեք այս ինֆորմացիաները մի հատ դնենք իրար կողք, ու ասենք դե մենք ոչ մի բանից չենք անհանգստանում, ու մի օր Աստված մի արածը մի բան տեղի ունենա։ Ասենք պետք իրավապահ մարմինները աշխատում են, աշխատելու են եւ շարունակելու են աշխատել եւ մենք զգոն պետք է լինենք, որտեղ ինչքան մոտենա ընտրություններին մենք իրար հետ այս խոսակցությունը շատ ավելի հաճախ ենք ունենալու, ես դրա մեջ վստահ եմ։ Այդ ճնշումը, այդ միջամտությունը, այդ փորձերը դրսից Երևանում միտինգ կազմակերպելու շատանալու են։ Դուք կարծում եք զենքի ինչ որ գործադրում էր այդ միջամտությունը, մասնակցությունը ենթադրում, պարոն Սիմոնյան։ Դուք կարծում եք դա զենքի գործադրման մասին չէր։ Հարցով հարցին եմ պատասխանում։ Կարծում եմ, այսինքն, այդ ինչ է։ Կա քաղաքական գործունեություն։ Քաղաքական գործունեությունը դա ազգային ժողովն է, դա հարցազրույցն է, դա ելույթն է, դա քաղաքական գործունեությունն է կուսակցական մակարդակով։ Այդ ի՞նչն է։ Ոնց են իշխանություն փոխում երկրում, կա մի ձև, ընտրության միջոցով։ Այդ ինչի մասին է խոսքը։ Կարծում եմ, որ մարդիկ պետք է զգուշ լինեն նման արտահայտություններ անելու։ Սա երկիր է։ Շնորհակալ եմ։